Դուք եք մահը նախընտրել, դուք եք մահ բերել, որովհետև մենք չենք ուզում մահանալ, մենք ուզում ենք ապրել հանուն հայրենիքի, բայց մեր պատվով եւ արժանապատվությամբ։ Հայաստանի իշխանությունը, այսօրվա իշխանությունը, որը հար եւ նման է Այազ Մութալիբովի իշխանությանը, կազմակերպում է Արցախահայության բռնագաղթ իր օրրանից։ Հայ զինվորի վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար աչքերի մեջ նայելով կամ հերվից ասում է «Հեյ Փաշինյան, մենին Քարդեշիմ»։ Փաշինյանը իմ եղբայրն է։ Եվ սա լսվում է Խրամատի այն կողմից կամ ադրբեջանական զինվորականների կողմից։ Ես ես հավատացնում եմ, որ այս գլխավոր հայրենիքը իշխանություն չունի, իրականում չունի։ Քաղաքի կենտրոնով շրջում ես, կարծես ոչինչ չի եղել։ Դա է մեծագույն ողբերգությունը։ Սխալվեց մեր ժողովուրդը, որ իր գլխին պատվահաս բերեցի վերջո նման իշխանություն, բայց ժողովուրդը նաև իմաստուն է եւ հասկանում է այդ։ Դասեր չխաղում է սխալների ժողովուրդը։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ի եթերում ռիվյուն է։ Մեր տաղավարում հյուրընկալել ենք Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու դոցենտ Աբրահամ Գասպարյանին։ Բարև ձեզ, պարոն Գասպարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Պարոն Գասպարյան, մեր վերջին զրույցի ընթացքում խոսում էինք Աղավնոյի եւ Բերձորի ճակատագրի մասին եւ արդեն իսկ ակնհայտ էր, թե ինչ է սպասվում այնտեղի բնակիչներին, բայց իշխանությունները համոզում էին, որ դեռ ժամանակ կա, դեռ իրավիճակը այնպես չէ, որ պետք է դատարկվեն այդ գյուղերը։ Ինչ փոխվեց, որ այսպես հապճեպ բնակիչներին ժամանակ են տվել, որպեսզի լքեն իրենց տները։ Այսինքն չգիտեին, թե Ալիևն է հիմա փոխել պահանջը, թե պարտադրել է, հիմա ինչ է փոխվել։ Քարոզչական փուչիկներ, որոնց ձեռագիրը պատկանում է գործող իշխանությանը, անցած ոչ միայն վերջին 4-4.5 տարվա, այլ ընդհանրապես իրենց այսպես կոչված ընդդիմադիր գործունեության ժամանակ իրենց տեղի մամուլի միջոցով այդ քարոզչական փուչիկները երբ ստեղծում էին, հետո արհեստական պատնեշներ են ստեղծում, հաղթահարում են եւ հերոսանում են, բարձրագույն տեխնոլոգիա է։ Այնինչ տեղի ունեցավ Աղավնոյում եւ Բերձորում վերջին մի քանի օրվա ընթացքում կամ 2-3 շաբաթվա ընթացքում շատ բարձ սխեմա է ռազմիկ։ Եղել է նոյեմբերի 9-ի հայադավ հայտարարություն։ Դրանքից ամենայն հավանականությամբ ես քանի որ սովոր եմ փաստերով խոսել, ձերքից տակ որևէ մեկի ձերքի տակ փաստ չկա, որ կա հավելված կամ ինչպես ուզեք անվանեք, կամ բանավոր պայմանավորվածություններ ամենայն հավանականությամբ, որոնց հետևից էլ Ադրբեջանի նախագահը գալիս է հիմա։ Եղել է հետևյալը, ասել են 3 տարի ժամկետ, 3 տարվա ընթացքում Ադրբեջանը անմիջապես ռազմական գործողությունների ավարտից հետո ձեռնամուխ է եղել հսկայական լայնամասշտաբ ենթակառուցվածքների եւ ճանապարհաշինարարական աշխատանքների նախաձեռնմանը։ Եթե մենք տեսնենք Ջաբրայելից սկսած մինչև Քարվաճար, թե ինչպիսի աժդահ աշխատանքներ են կատարում ասֆալտապատման, շինարարության եւ այլն, հնդածս էլ մի փոքր այսպես ջիղ, եթե կարելի է ասել, երակ կողքից, որը կկապի Եղցահողը մինչև Կորնի ձոր, ադրբեջանական հատվածով, ինչի մասին ձեր տաղավարում խոսել ենք ձեզ հետ անձամբ։ Այդ շինարարական աշխատանքը ավարտել է եւ չի սպասել 3 տարվան։ Ասել է, որ արել եմ, քեզ մնում է այդ 11 կիլոմետրանոց հատվածը, որ դու պիտի կառուցես, որպեսզի միանաս իմ ճանապարհին եւ շրջացենք դա։ Հայաստանի իշխանությունը 1.5 տարի պատերազմից հետո անդադ ձգձգել է, ինչ-ինչ հույսեր ունենալով, պատրանքներով ապրելով, թե իբր կլուծենք, ինչի ականատես մենք ենք նաև անվտանգության խորհրդի քարտուղարի մակարդակով։ Եվ մենք տեսանք, թե այդ պայմանավորվածությունները երբ խախտում ես բարդված վիճակում պատերազմից հետո եւ հավակնոտ հայտարարություններ ես անում, ինչպիսի էսկալացիա է տեղի ունենում
կոնֆլիկտի եւ մեր տղաները զոհվում են 2 զոհ 19 վիրավոր հենց այնպես չեղավ դա արկածախնդիր հայտարարության հետևանք էր թե դեռ մենք ունենք 1 տարի ժամանակ կամ 3 տարվա ժամկետը չի լրացել շատ པարզ կոորդինատներ տվեց ասաց որ մենք չունենք որևէ զինված ուժեր ինչը կրկնակի հանցագործություն է որովհետեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը երբեք Արցախի Հանրապետությունում ներկա չեն եղել ֆորմալ առումով պաշտոնապես որովհետեւ այդտեղ գոյություն ունի պաշտպանության բանակ եւ պաշտպանության բանակը իր 20000-անոց զորակազմով ապահովել է իր պետության իր սահմանների անվտանգությունը սա երկրորդ խնդիրն էր որի առաջ մենք կանգնեցինք եւ հենց նրանք հայտարարեցին սրանք այսինքն որ մենք դուրս ենք գալիս Ադրբեջանը միանգամից հարձակվեց եւ լոկալ այսպես բախումներ հրահարեց ինչ է լինելու այդ իմաստով շարունակությունը դեռ այո 1.5 տարի ժամկետ կա բայց Ադրբեջանը եկել է իր խոստումների հետևից դու իրեն խոստացել ես ինչ-որ բան դու եթե իրեն խոստացած չլիներ ինքը չէր կարող այսպիսի ինտենսիվությամբ հիշում եք մենք խոսում ենք որ ասել էր հուլիսի 1-ին գալու եմ Ադրբեջանի դրոշը ծածանեմ այնտեղ հուլիսի 1 չեղավ ինչի մասին ինչի է խոսում հենց առաջին նախադասում քարոզչական փուչիկներ եւ հանրային իրազեկման բաղադրիչը որ ընդհանրապես հավասարվել է 0 եթե չասեմ մինուսի պետական քարոզչամեքենան ագիտպրոպը ոտքից գլուխ սուտ է կեղծիք է ոտքից գլուխ հանրությանը պահում է մոլորության մեջ չի ասում ամբողջական տեղեկությունները տեղեկատվական բլոկադա է ենթարկում դրան երբ գումարում ես մտքի տերորը մենք ստանում ենք այն ինչ այսօր ունենք իրականում հետեւյալն է տեղի ունեցել անուններ չեմ տա եւ մեկ անգամ գուցե ակնարկել եմ բայց բացայտ չեմ խոսել այդ մասին բայց հունիսի վերջին արցախցի որոշ պաշտոնյաներ նաեւ Հայաստանից որոշ պաշտոնյաներ Մոսկվայում հանդիպում են ադրբեջանցի գործընկերների հետ միջնորդավորված, որովհետև Ադրբեջանը երբեք չի ընդունում, որ Արցախի իշխանության հետ որևէ ներկայացուցիչի հետ պիտի բանակցի, միջնորդավորված հանդիպում են եւ գծում են ճանապարհային քարտեզը Աղավնո Արիավան Բերձոր եւ Սուս շրջաններից դուրս գալու ավելին ասեմ ադրբեջանական կողմը հստակ պահանջ է դրել Եղցահողից եւ Լիսագորից հայաթափման այդ քարտեզը ստանալու ինչ-ինչ ճնշումների կամ բանակցությունների շնորհիվ հնարավոր է եղել Լիսագորի եւ Եղցահողը չներառել այդ փաթեթում ես ասում եմ ձեր եթերում առաջին անգամ որովհետեւ այս բոլորի մասին խոսվել է պատերազմից անմիջապես հետո գուցե պատերազմական գործողությունները ավարտը ազդարարող փաստաթղթի մշակման ժամանակ եւ այսօր թշնամի պետություն Ադրբեջանը եկել է իր խոստումները ստանալու հետևից բարձ սխեմա այդ պայմանավորվածությունների արդյունքն է նաեւ որ բնակիչներին հատուկ հրահանգվել է տներն անվնաս հանձնել թշնամուն ես գիտեք պատերազմից հետո հատկապես ես ինքս նաեւ իմ մասնագիտական գործունեության մեկ հատվածը կապեցի Արիավանի հետ որովհետեւ թե որպես Genesis Armenia, թե որպես Աբրահամ Գասպարյան համարում եմ, որ Արցախի սահմանադուռը մեր այցեքարտը պիտի լինի եւ այդտեղ մեր ներդրումները, որ արեցինք մենք, ոչ միայն ֆինանսականի մասին է խոսքը, մարդկային ժամանակ, մենք բազմաթիվ ծրագրեր ունենք ռազմիկ, ամեն ինչի մասին մենք չենք խոսում, չենք բացահայտում, մենք ֆանտաստիկ ծրագրեր ունենք ներդրողների եւ ներդրումների փաթեթն էլ մեր սեղանի վրա է մինչև օրս ավելին ասեմ էներգետիկ անկախությունն ապահովելու իմաստով Աղավնոյի մենք ունեինք 6 ամիս զոր ու գիշեր աշխատած պլան եւ այդ ամբողջը հոդս ցնդեց բնականաբար այնպես չէ որ սա մեզ պիտի հիասթափեցնի կամ չգիտեմ ինչ Նույն Արիավանի բնակչությունը կամ Արցախի մեր մյուս հայրենակիցներ որտեղ գնան, մենք այդտեղ ենք անելու, դա չէ խնդիրը։ Այստեղ խնդիրը մոտեցումն է, թե ինչպես է ստացվում, որ 30 տարվա ընթացքում, 30-33 տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունը, այսօրվա իշխանությունը, որը հար եւ նման է Այազ Մութալիբովի իշխանությանը,
կազմակերպում է Արցախահայության բռնագաղթ իր օրրանից 88-ից մինչև 90 Սումգայիթից մինչև Բաքու այն բռնի տեղահանումները, որ կազմակերպեցին Ադրբեջանի ազգայնամոլական կուսակցությունը իր կառավարությամբ խորհրդային միության փլուզման տարիներին եւ այսօր այս գլխավոր խեղված ղեկավարած քաղաքական ուժը կազմակերպում է նմանատիպ գործողություն Արցախից արդեն մեկ անգամ գաղթած իր տնից տեղից լքված երկրորդ բանն է կազմակերպում դեռ չեմ խոսում մեր սփյուռքահայ հայրենակիցների մասին որոնք հաստատվել էին բնակություն էին հաստատել այնտեղ մի անգամ իրենց ծննդավայրից էին քշվել չակերտավոր պատերազմական գործողությունների հետևանքով երկրորդ արդեն սեփական հայրենիքում սեփական իշխանության ձեռքով ամենավատը գիտեք որն է ռազմիկ որ Ադրբեջանը որպես պատերազմում պաշտոնապես ընդունենք հաղթած կողմ խնդիր է դնում իր արչև մեր արչև ասում է սա պիտի լուծվի դու կլուծես քո քաղաքացիների հետ խնդիրը ես գալու եմ իմ զինվորին կանգնեցնեմ այստեղ եթե պայմանավորվածությունը չկատարվեց ես կրակելու եմ հիմա եթե պետությունը որևէ օժանդակող գործոնով հանդես չի գալիս ինչ պիտի անեն այդ մարդիկ ռեմբոյություն կանգնեն այսպես կրակի առջև թե էժանագին շոուներ պիտի անեն ասեն օ մենք չենք լքում եւ այլն գիտեք այդ գեղարվեստական ժանրից պետք է դուրս գալ եւ ռեալ պոլիտիկի մեջ քաղաքականությամբ իրատես պետք է լինել կա իշխանություն որը այդ փաթեթային լուծումը այսպես ասած վաճառել է նոյեմբերի 9-ին բանավոր պայմանավորվածությամբ չգիտեմ ինչով եւ այլն երրորդ կողմին ի պահ տալով այդ ամբողջը հիմա այդ դիմացին էլ եկել ասում են մուրհակդ մոտս է պարտքը տուր ու դուրս արի այստեղ շատ բարձ սխեմա է բնակիչներին հատուկ հրահանգում են անվնաս թողնել տները բայց մյուս կողմից մենք տեսնում ենք որ հայկական եկեղեցու խաչքարերն են ապամոնտաժվում այս իշխանությունների ձեռամբ խաղաղության դարաշրջան էին ուզում հաստատել ադրբեջանցիների հետ հիմա ինչ են վախենում հայկական եկեղեցի թողնել այդ խաղաղասեր թշնամու տիրապետության տակ ռազմիկ ես խնդրին շատ ավելի խորքային եմ նայում այդ մնացած ամեն ինչ սիմվոլիկա է հուշարձաններ, հուշաքարեր եւ այլն։ Ի վերջո այդ պատմամշակութային նշանակությունը այդ հուշարձանը ստանում է ժամանակի ընթացքում եւ մարդկանց հոգատարության շնորհիվ։ Հիմա ունենք հազարավոր պատմամշակութային հուշարձաններ, որոնք լքված են, ոչ եկեղեցին է կարողանում տիրություն անել, ոչ պետությունը, առավել եւս ոչ հուշարձանների պաշտպանության։ Դե եթե տիրություն չես անելու, ինչ տարբերություն համազոր չասեմ, բայց վանդալիզմի մի դրսևորում էլ դա է, չէ՞, ի վերջո։ Ես ինչու եմ ասում խորքային եմ նայում խնդրին, այստեղ հողից պոկելու քաղաքականությունն է, որ տեղի է ունենում։ Մարդուն երբ հանում ես իր բնորանից, դա շատ ավելի վտանգավոր է, քան մեկ եկեղեցի, երկու եկեղեցի, չգիտեմ, այլ մենք էլ ի վերջո այդտեղ ներդրումներ ենք արել, չէ՞։ Այո։ Եվ դրա մասին ով է խոսում ինձ համար, որովհետև սա մեծագույն ողբերգություն է, ցավ է տեսնել իմ հայրենակիցներին, որոնք այդ հողի հետ կռիվ են տվել, քրտինքը շաղախել են հողին տասնամյակներ շարունակ, եւ հիմա այսօր իրենց ասում են քո ձեռքով քանդի քո իսկ կառուցած տունը եւ հողից պոկվիր։ Ես հայրենիքի կորստի դիտանկյունից եմ նայում դա ռազմիկ ավելի շատ։ Այնպես չէ, որ դարձյալ ասում եմ, սրանք վերջնական լուծումներ են։ Չէ, գալու է օրը։ Ես ձեզ հավատացնում եմ, գալու է օրը, որ այդ ամբողջի փաթեթային լուծում տրվելու է դարձյալ, որովհետև դեռ նոյեմբերի 9-ից անմիջապես հետո, փաստաթուղթ հրապարակելուց հետո ես հայտարարել եմ, եթե զրոյական արդյունքով խաղ է լինելու եւ Ադրբեջանը այսինքն հաղթողը տանում է ամեն ինչ սկզբունքն է լինելու, ապա կոնֆլիկտը գնալու է ռեէսկալացիայի եւ դուք այստեղ չեք գտնելու հնազանդ հայ ազգ, որը համակերպվում է այն պարտադրված սխեմային, որը իր պարանոցին այսպես դրվել է։ Դա չի լինելու։ Օրը գալու է, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են, բայց այստեղ խնդիրը պետք է դիտարկել ամբողջական խճանկարի մեջ։ Տեսեք տարբեր գույներ, որ անցած 4-4.5 տարվա ընթացքում հրամցվել են մեզ
որպես հանրույթ եւ արդյունքը ունենք այսօր սա։ Ինչ են մեզ հրամցրել։ Բանակ գոյություն ունի, ողնաշարը ջարդվել է ազգի, դու ի վիճակի չես դիմադրելու, այսինքն քեզ պարտադրում է կապիտուլյացիա մինչև զենք վերցնելը։ Հոգեմտավոր կապիտուլյացիան ամենավտանգավորն է, երբ որ դու հանձնվել ես թշնամուն եւ դու ասում ես վերջ, ես պայքարելու ոչ ունակ եմ, ոչ խնդիր ունեմ։ Երրորդ ամենակարևոր խնդիրը քարոզչական դաշտում, որ թեզեր են տարբեր նետում, հա, մի քանի խեղվածներ ունեմ, որ այսօր փորձում են նույն ԿՊ-ում գաղափարական ռևոլյուցիա իրականացնել եւ հեշեիզմը ռեբրենդինգ անել։ Ունեք նախկին առողջապահության մի նախարար, դոկտոր Մահը, որը վերջերս խաղաղության ցինիկաբար կիսագրագետ մտքեր շարադրելով խաղաղությունն է, չգիտեմ, մահը, կյանքը, ով ինչ պիտի գերադասի, դուք եք մահը նախընտրել, դուք եք մահ բերել, որովհետև մենք չենք ուզում մահանալ, մենք ուզում ենք ապրել հանուն հայրենիքի, բայց մեր պատվով եւ արժանապատվությամբ։ Ոչ թե Թուրքի, Ռուսի, չգիտեմ, Իրանցու, ամերիկացու տակ ոտքերի տակ քարշ գալով, այդ դուք եք ուզում։ Դրա համար դուք եք բերում մահ։ Եթե գիտեիք, որ նոյեմբերի 9-ից հետո կա այսպիսի պայմանավորվածությունների ինչ որ փունջ, ինչու այդ տղերքի գլուխը կերակ։ Կասեք ինձ որևէ իշխանավոր թող կանգնի եւ ռացիոնալ բացատրություն տա։ Կարգավիճակի խնդիր եք ուզում լուծել, նշաձող իջեցրիք, տեսանք պատասխանը ինչ եղավ։ Անվտանգության խորհրդի քարտուղար որևէ երկրում չկա այդպիսի պաշտոնյա ռազմիկ, որ կանգնի պաշտոնապես հայտարարի սխալ բան, որով քո անցած ամբողջ 30 տարվա ձևավորած նարատիվները սխալ հանի։ Սա խենթություն է։ Հաջորդը հենց դա է ասում, որ այն թեզերը քարոզչական որ ձևավորում են, հաջորդ քայլը բնականաբար լինելու է, որ երբ դու մարդու հոգին եւ միտքը դարձնում ես ամուլ, ամայի, ինքը ընդունելու է ցանկացած գաղափար, որը դու մատուցում ես որպես փրկիչ։ Իրեն ընդունում ես որպես փրկիչ։ Հաջորդը լինելու է այսպես կոչված անկլավների խնդիրը։ Զանգեզուրի միջանցքի մասին են հիմա ինտենսիվ խոսում։ Գիտեք, այդ Սյունիքի կորիդոր ասվածը իրականում քո դիվանագիտության տապալման պատճառով ինքը հաջողեց համաշխարհային մակարդակով ներկայացնել, որ Բերձորի միջանցքը, Լաչինի միջանցքը եւ Սյունիքի կորիդորը իրավական առումով համազոր են։ Գուցե քաղաքական, ռազմաքաղաքական եւ անվտանգային առումով Ադրբեջանի համար դա շատ իսկապես կյանքի ճանապարհի նշանակություն ունի, ընդ որում ոչ հիմա 100 տարի առաջ Թուրքիա պետությունը, որը փորձում էր ստեղծել Ադրբեջան պետություն, փոքր Թուրքիա, Իրանի սահմանին եւ Ռուսաստանի եւ Իրանի միջեւ որպես բուֆերային գոտի, դա էլ բրիտանական ծրագիր է, գիտեք ադրբեջանական պետությունը ինչպես է ստեղծվել, այդ ժամանակներից դեռ բացեք հուշերը չասեմ էլի, բացեք Քազիմ Քարաբեքիր, բացեք իթիհադականների ընդհանրապես զեկույցները, ներգերատեսչական վերլուծությունները, որ անում են, իրենց խնդիրը Զանգեզուրի միջոցով հասնել էր դեպի Կասպից ծով։ Հիմա ոչինչ չի փոխվել։ Իրենք դա անելու են։ Բերձոր, Սուս եւ Աղավնո այս տեղեկատվական արշավը, որ իրենք մատուցում են, իրականում կռիվը, պատերազմը իրենց համար չէ, այդ բնակավայրերի համար չէ։ Ալ-Լաջերը տեսեք, որտեղ են եւ Ալ-Լաջերից ընդամենը 3 կիլոմետր հեռավորության վրա ուղիղ գծով ադրբեջանցիները արդեն կանգնած են։ Ռազմիկ, ես առաջարկում եմ մոտենալ քարտեզին եւ ձեզ ցույց տալ ռեալ ինչի մասին է խոսքը։ Տեսեք, սա Սյունիքի մարզն է ամբողջությամբ, այստեղ արդեն Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներն են, Ալ-Լաջերն են այստեղ եւ այստեղից երբ մենք գնում ենք Տեղ գյուղից մինչև օգոստոս 25-ը գործող ճանապարհը լինելու է, որ մտնում ենք Արիավան կամ Աղավնո, հետո փոխվելու է տեղից այստեղ Կորնիձոր, Կորնիձորից այլընտրանքային ճանապարհը, որով միանալու է Եղցահողին եւ ադրբեջանցիների սարքած կամ կառուցած նոր ճանապարհին։
Այս հատվածը ամբողջությամբ, եթե մենք հաշվի առնենք, գումարած մինչև Արցախի հանրապետության դե ֆակտո գոյություն ունեցող տարածքները սահմանները եւ Բերձորում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում տեն ունեցած բախումները մեկ նպատակ էին հետապնդում, բացառապես մեկ նպատակ։ Ոչ թե պայքար էր գնում կամ կռիվ էր գնում այդ վախը սերմանել, որ մարդիկ դուրս գան Բերձորից մեկը, իրենք ստանում են դա օգոստոսի 25-ի դրությամբ պիտի դուրս բերվի հայկական բնակչությունը, այլ իրենց խնդիրը այստեղ բացառապես մեկ բան է, միջնաժամկետ առումով վերահսկողություն սահմանել Հայաստանը Արցախին կապող ցանկացած բնակավայրում, ցանկացած ճանապարհի, դիրքի, դաշտի, ձորի նկատմամբ։ Ինչ է ստացվում, երբ դու վերահսկողություն ես սահմանում այս հատվածի նկատմամբ, դեռ եթե սրան մենք գումարում ենք Մեղրիից դեպի Նախիջևան գնացող ճանապարհին, Ծավ եւ ներքին հանդ գյուղերի նկատմամբ ադրբեջանական ախորժակը ամբողջությամբ պարզ է դառնում puzzle-ը, թե ինչ է ուզում Ադրբեջանը։ Երեք ուղղությամբ է Սյունիքի առումով աշխատում։ Եթե կարելի է ասել այս պարանոցի կոկորտի հատվածը Սիսյանով, իսկ ինքը բերել է Ղուբատլուից, բերել է մեկ ճանապարհ դեպի այստեղ Սիսյան, մեկ ճանապարհ բերել հասցրել է այս կողմերը, որ հնարավորության դեպքում եւ քո դիրքերի թուլացման դեպքում ներքին հանդի միջոցով ծավով Մեղրի եւ Նախիջևան իր կապը ստանա։ Պարզ է, որ ռուսական 102-րդ ռազմաբազան երբ իր ռազմական եւ անվտանգային բաղադրիչը ընդլայնել է Հայաստանում եւ հսկում է նաեւ այս տարածքների անվտանգություն ապահովել, դա արդեն հարցի մյուս կողմն է, երկրորդական նշանակությունը, որ Հայաստան սուվերենիտետը ընդհանրապես իր ինքնիշխանությունը վաճառքի է հանել, բայց մենք տեսնում ենք, թե թուրքերը ինչպես են աշխատում անցած 1.5 տարվա ընթացքում, հատկապես պատերազմից հետո, այնինչ դու որևէ ամբրաշինական աշխատանք չես կատարել, դեմիլիտարիզացիայի ես գնացել ի վերջո, բայց փոխարեն Ադրբեջանը ինքը այստեղ ճանապարհներ սարքած, ատամները այսպես մագիլներով կանգնած, սպասում է հարմար պահի, որպես ինքը իր ցանկալի ճանապարհը ստանա, ամենակարճ ճանապարհը։ Պարոն Գասպարյան, Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել էր Իրանի տարածքով ինչ-որ նոր ճանապարհով անցնելու մասին, կխնդրեմ քարտեզի վրա նաև դա ցույց տաք։ Ադրբեջանը Իրանի միջոցով Նախիջևան հասնում է ոչ թե նոր, այլ 90-ականներից սկզբից։ Այո։ Այս պատճառով Ագիտպրոպը Հայաստանում փոխանակ այդ թեզերին հակադարձի, ինքը փորձում է անդադ արդարացումներ գտնել։ Ադրբեջանը միշտ է Իրանի միջոցով, բայց ինչպես են կապվել Ադրբեջան Նախիջևանի հետ ինչպես է կապվել կամ Վրաստանով, որը բնականաբար ձեռնտու չէ, կամ Հայաստանի հետ հարաբերություն չի եղել Իրանի միջոցով, այսինքն Արաքսի այս կողմով իրենք բնականաբար կապ ունեցել են։ Հիմա կրճատվում է ճանապարհը։ Հիմա կրճատվում է այդ ճանապարհը, բայց իրենց ձեռնտու չէ նույնպես այդ ճանապարհը։ Իրենց ձեռնտու է թե դեմոգրաֆիական առումով առավելության հասնելու, թե ռազմաքաղաքական առումով եւ միջնաժամկետ անվտանգային առումով, բնականաբար ձեռնտու է Սյունիքը Մեղրիի միջոցով անցնելը։ Կկառուցեն ճանապարհ թե չէ, ի վերջո միլիարդներ են ռազմիկներ դրել այս գործի մեջ։ Խնդիրը այստեղ դարձյալ ասում եմ, մի քանի տասնյակ միլիոն դոլար ավելի ծախսելը չէ, այստեղ խնդիրը Հայաստանի նկատմամբ դոմինանտ առավելություն ունենալն է, միջնաժամկետ եւ երկարաժամկետ առումով այս ամբողջ տարածքներում դեմոգրաֆիական առավելության հասնել եւ արդեն 10 տարվա ընթացքում փափուկ ուժի միջոցով հասնելու այնպիսի մի վիճակի, ինչ որովհետեւ կենտրոնի Երևանը ասում է, որ խաղաղության դարաշրջանը մենք պիտի քիրվայություն անենք, ախպերություն անենք, սա անենք, դա անենք, չմոռանաք, իդեպ մի տեղեկություն էլ տամ, այս վերջին պատերազմական գործողություններ չասեմ, բայց այս բախումների ժամանակ շատ մի հետաքրքիր դեպք է գրանցվում եւ զուգադիպեց մենք Արցախից անմիջապես վերադառնալու հաջորդ օրը դա տեղի ունեցավ 10 օր առաջ Խրամատի այն կողմից ադրբեջանցի զինվորները շատ հետաքրքիր հայտարարություն են կամ արտահայտություն են հիմա որդեգրել եւ հայ զինվորի վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար աչքերի մեջ նայելով կամ հերվից ասում է Hey Փաշինյան Menin Kardeşim
Փաշինյանը իմ եղբայրն է։ Եվ սա լսվում է Խրամատի այն կողմից կամ ադրբեջանական զինվորականների կողմից։ Սա իրողություն է, սա մտածածին իրականություն չէ։ Այսինքն այդ մարդիկ այնքան են պատրաստված կամ ասվել է իրենց, որ այդպես պիտի ասեն, կամ իրենք բարձրապես այդպես զգում են, որ իդեմ այդ անձնավորության իրենք ունեն մի դաշնակցի, որը կարողանում է այդ խնդիրները լուծել։ Վերադառնալով զուտ այդ խնդրին ամփոփելով Ռազմիկ, Ադրբեջանի թե տնտեսական, թե ենթակառուցվածքների եւ միջնաժամկետ ու հեռանկարային առումով ռազմաքաղաքական օրակարգի սպասարկման առումով ավելի ձեռնտու է բնականաբար այս միջանցքով երթևեկելը։ Եվ ինչի ականատեսը մենք լինում ենք ռուս-թուրքական պայմանավորվածությունների, որովհետև ոչ միայն Ադրբեջանը, նաև Թուրքիան է ճնշում գործադրում Ռուսաստանի վրա եւ ամենաթույլ օղակը ռուսական ազդեցության գոտու հարավային Կովկասն է։ Ոչ Սիրիան, որովհետև Ռուսաստանը կարողացավ հասցնել դոմինանտություն ձեռք բերել այդտեղ թե որոշումների ընդունման քաղաքական կենտրոնների, նախագահական պալատի Սիրիայի, թե ռազմական դրությունը իր ձեռքը վերցնելու, չեզոքացնելով նաև Իրանի գործոնը։ Սա շատ կարևոր է։ Թե Ուկրաինայում թուրքական քաղաքական գործոնը ձախողության մատնվելուց հետո ամենաթույլ օղակը հարավային Կովկասն է, եւ Թուրքիան ճնշում է բանեցնում Ռուսաստանի նկատմամբ ունենալու վերահսկողություն, այսպես կոչված պիտի ստանանք մենք այդ կորիդորը։ Դա է պատճառը, որ Ջեյհուն Բայրամովը Ադրբեջանի արտգործնախարարը 3 բառ հայտարարեց, ուզեք թե չուզեք, մենք դա ստանալու ենք։ Արդյունքը ինչ է լինում, շատ բարձ, երբ դու խաղացող չես, դու բանակցային սուբյեկտ չես, դու օբյեկտ ես, քեզ պինգ-պոնգի նման այսպես սեղանի վրա դրած խաղում են քեզ հետ, քո փոխարեն են պայմանավորվում, 102-րդ ռազմաբազան իր լիազորությունները կամ մանդատը ընդլայնել է այստեղ հսկում է, ռուս սահմանապահները հսկում են, թուրքերը եւ ադրբեջանցիները միանալու են իրար հետ։ Սա է այն ավերա Հայաստանի ինքնիշխանության հետ, որ գործեց այս գործող իշխանությունը։ Պարոն Գասպարյան, քանի որ այս օրերին շատ է խոսվում Բերձորն ու Աղավնոն հայկական պահելու որևէ հնարավորություն այս պահին տեսնում եք, որովհետև կոչեր են արվում ինքնապաշտպանություն դրսևորել եւ այլն, դա որևէ ազդեցություն կունենա այս գործընթացների վրա թե ոչ։ Վիետնամի պատմությունը ով կարդացել է, Հոշիմինի կենսագրությունը ով գիտի, ինքը շատ լավ կհասկանա, որ առանց նյութատեխնիկական եւ լոգիստիկ աջակցության կենտրոնից հնարավոր չէ որևէ ինքնապաշտպանական մարտեր մղել։ Դա կլինի կոտորածի հերթական լակմուսի թուղթը եւ ավելին ասեմ, այս խեղվածների համար հերթական առիթը հայրենասիրական մղումներով հայրենապաշտ մեր ժողովրդի ռազմունակ զավակների հերթական խմբականակից ձերբազատվելու։ Այս խեղվածները հենց այդ խաղն են տանում, ինչու չեն խանգարում, կան չեն արգելում։ Եթե իրենք մտահոգված են հայ մարդու ռազմիկ տեսակի, այդ թվում եւ ձեր նման, ռազմիկ տեսակի կյանքի պահպանմամբ իրենք քարոզչական լուրջ աշխատանք կտանեն եւ այդ մարդկանց կհորդորեն չգնալ այնպիսի քայլերի, որոնք կդիտվեն հետագայում որպես արկածախնդրություն։ Պետությունը պիտի աջակցի, կենտրոնը եթե չաջակցեց, ոչ մի ինքնապաշտպանական մարտել դրական արդյունք չի ունենա բնականաբար։ Ինչ հիմա այս մեր հայրենակիցները հերթական խմբականակը հասկացանք էլի մի մասին բռնեցին տարան իբր զորավարժանքների, հետո պատահական էսպես մահանում են կամ չգիտեմ սա են անում, հանկարծամահ են լինում, մի մասին էլ հիմա բռնենք տանենք մատաղացու դարձնենք, այն դեպքում, երբ որ 1.5 տարի առաջ պատերազմի դեռ ավելի շուտ պայմանավորված է եղել, որ այդ տարածքները պիտի հանձնեն, հիմա այս մարդկանց գլուխն էլ ուտենք, հերիք չէ այսքան, այս շղթան պետք է ընդհատվի ռազմիկ։ Ինչպես։ Ընդդիմության անելիքը որն է այս իրավիճակում։ Ես արդեն գիտեք, շատ ենք խոսել եւ ձեզ մոտ ասել եմ դարձել մեծ կոնսոլիդացիա։ Հավաքական ընդդիմությունը նկատի ունեմ, ոչ թե այդ մի քանի քաղաքական ուժերի։ Ես դες հավատացնում եմ, որ այս գլխավոր անհայրենիքը իշխանություն չունի, իրականում չունի։ Դե ֆակտո իշխանություն է ինքը ընդամենը։ Իրավական առումով լեգիտիմություն չունի,
քաղաքական լեգիտիմություն չունի, որովհետև լեգիտիմ է այն իշխանությունը, որը արդարացնում է մարդկանց հավաքականությունների ակնկալիքները ի վերջո եւ արդյունավետ է կառավարում։ Ինչպես կարելի է խոսել լեգիտիմության մասին, այսինքն լեգիտիմության քողի երբ չունի այս իշխանությունը, քողազերծ է եղել, ուրեմն իշխանություն չունի։ Մնում է հասկանալ արդյոք ընդդիմադիր դաշտում գործող դերակատարները սպասում են մինչև ռուս-ուկրաինական հակամարտություն կամ Ռուսաստան-Միացյալ Նահանգներ պրոքսի պատերազմը Ուկրաինայում կավարտվի մինչև նոր տարի, թե ոչ, որովհետև բոլորը հաշվարկների վրա են եւ ոչ ոք չի ուզում ստանձնել այն պատասխանատվությունը գործող ընդդիմությունից։ Ոչ ոք։ Կանգնելու ժողովրդի հետ անկեղծ խոսելու եւ հայտարարելու, որ ժողովուրդ մենք վիլայետացումը կանխելու համար մինչև 24 թվականը պետք է միութենական պետության մաս դառնանք։ Իսկ ով կասի այդ արտահայտությունը։ Ընդդիմությունը չգիտի այդ մասին։ Եթե չգիտի, փորձեր եղան մի քանի անգամ նույնիսկ ազգային ժողովի ամբիոնից։ Եթե չգիտի այդ մասին ընդդիմությունը, ուրեմն ինքը Հայաստանի քաղաքական դաշտում խաղալու իրավունք չունի, որովհետև քաղաքականապես տհաս է։ Եթե գիտի եւ հաշվարկում է, որ պիտի չասի, որպեսզի այս խեղվածից գործերը անի վերջացնի, հետո իրենք փորձեն մրցասպարեզ դուրս գալ, դա հանրային ընկալումներում շատ ված ազդեցություն է թողնելու, ավելին ասեմ, այն մեծ հոց զանգվածները, որ կարողացավ մինչև 50-60 հազար կարողացավ համախմբել, չի կարողանալու դարձյալ համախմբել։ Այսինքն մարդիկ եթե սպասում են, որ սա իր չար անելիքները, վատ անելիքները կանի իր ձեռքով տակշագանակները կվերցնեն, հետո իրենք սպիտակ զիվորա կգան իշխանության, դա չի լինելու։ Դա բացառվում է։ Ինչու որովհետև ժողովուրդը այո սխալվում է։ Սխալվեց մեր ժողովուրդը, որ իր գլխին պատոհաս բերեցի վերջո նման իշխանություն, բայց ժողովուրդը նաև իմաստուն է եւ հասկանում է այդ։ Դասեր քաղում է սխալների ժողովուրդը։ Խեղված արժեքների պայմաններում, ազգային ինստիտուտները քանդելու պայմաններում ինքը դաս չի սովորում, որ մի հատ էլ դաս քաղի։ Ցավոք պիտի արձանագրեմ, որ մեր ժողովրդի զավակները այսօր ռուսական ռուլետկա են խաղում այս իշխանության նման։ Անվտանգությունը դարձրել են ռուսական ռուլետկայի նման մի բան, մի օր հայտարարում են իրենց խոսափողների միջոցով Ֆրանսիան կգա կփրկի, Ամերիկան կփրկի, չգիտեմ Մոզամբիկը կգա կփրկի, հետո էլ որ թռնում են Ռուսաստանի գիրկը, տեսնում են, որ սեփական իշխանությունը պահելու համար են միայն Ռուսաստանի հետ լինում, ոչ թե պետության անվտանգությունը պահելու համար։ Տեսնում են եւ հասկանում են, որ իրենցից առաջ արդեն ադրբեջանցին գրավել է, այդտեղ զբաղեցրել է եւ ադրբեջանցին ու թուրքը ռուսի հետ իրենց խնդիրները ավելի շուտ են լուծել, երբ մենք այստեղ նստած ինչ որ սոփեստաբանություններով ենք զբաղվում, ինչ որ չգիտեմ կարծիքի ազատության եւ այլն ինչերով, հա, նորից վերաթարմացնում ենք լրագրողներ առանց սահմանի կազմակերպության մամուլի ազատության ցուցանիշները մեկը լինի ասի խնդամ, էս ինչ եք անում, դուք երկիր եք վարի տվել, նստած ինչ որ բաներից եք խոսում։ Մեր ժողովուրդը ցավոք պիտի արձանագրեմ, որ դասեր չենք քաղում, դաս չենք սովորում, որ մի հատ էլ դասեր քաղենք, չենք լսում իրար, ամեն մեկս մեզ դրել է պրոֆեսորի տեղ, ամեն մեկս ամեն ինչից հասկանում ենք եւ շատ ներողություն պատերազմի ավարտից անմիջապես հետո երբ որ մենք Genesis Armenia-ով թափվեցինք պարզապես Արիավան եւ այսօր իրերի դրությունը շատ ռեալ պոլիտիկի տեսանկյունից շատ զուսպ եւ կշռադատված դատելով իմանալով երբ շոուներ չենք սարքում, նշանակում է վիճակը շատ ավելի լուրջ է, քան որևէ մեկը կարող է պատկերացնել եւ ես պարզապես կհորդորեմ իմ հայրենակիցներին անկախ իրենց նվիրման աստիճանից շատերը կան այդտեղ որտեղ իրենց նվիրումի ես գիտեմ զգուշ լինել եւ այս գործող իշխանության արկածախնդիր
խայծը կուլ չտալ, որովհետև ձեզ մի պարզ բան ասեմ, մի փակագից բացեմ։ Թուրքիայում հաջորդ տարի ընտրություններ են։ Աղավնոյում հայկական արդեն ջարդված ողնաշարով գործոնը, եթե Թուրքիան եւ Ադրբեջանի միջոցով եւ դա կանի մշրեց մինչև վերջ, դա լինելու է կանաչ լույս իր համար վերարտադրվելու 2023 թվականի ընտրություններում։ Պարոն Գասպարյան, կամ առաջ ենք, այսինքն կամ վիլայեթացում, կամ միութենական պետության մասնիկ դառնալ։ Ուրիշ տարբերակ երբեք էլ չի եղել, ինչ սրանք եկել են իշխանության, դիվանագիտության եւ ինստիտուցիոնալ հիշողության գետնումը, գետնին հավասարեցնելը բերելու էր սրան բնականաբար, արտաքին քաղաքական օրակարգում այլընտրանքային տարբերակների, դաշնակիցների որոնման, դաշնակիցների քարտեզագրման բացակայությունը բերեց քեզ կանգնեցեց հետեւյալ փաստի առաջ։ Ստացվեց այն, ինչ մի տարի առաջ ուղիղ ես հարցազրույցներից մեկում ասել էի, գունավոր հեղափոխությունները իբր ստեղծում են արևմուտքում, դրանցից շահեկան է դուրս գալիս բացառապես Ռուսաստանը։ Դե հաշվի առնելով 2018 իրադարձությունները, Ռուսաստանի մեծ դերակատարությունը ակնհայտ էր իհարկե հեղափոխությունը։ Իհարկե։ Մենք դժվար ժամանակներ են մեզ սպասում, բայց այս դժվար ժամանակները մենք ախտարենք, մենք ավելի վատ օրեր ենք տեսել։ 92 թվականի դրությամբ հիշեք Լաչինի Միչանսկի բացումից հետո մենք մեծ վակուում ապրեցինք եւ Արցախ 60%-ը կորսված էր։ Չեմ ասում որ այդ օրերը կկրկնվեն, բայց այդ օրերի շունչը, ոգին, նպատակասլացությունը եւ ազգային նպատակների իրականացումը մենք ի վիճակի ենք բերել դարձյալ օրակարգ։ Հիմա կլինի թե 5 տարի հետո, թե 10 տարի հետո մենք պիտի աշխատենք ռազմիկ։ Մենք ասում ենք դասեր քաղենք, ինչից դասեր քաղենք։ Ես որևէ մեկի արժանապատվության չեմ ուզում դիպչել, բայց ինձ համար մահացու մեղք է։ Ես օրվա ընթացքում 10 անգամ գեհենեմ գնում վերադառնում, երբ դեռ իմ զինվորի աճյունները ամբողջությամբ չեն վերադարձել հայրենիք։ Պատրաստվից 1.5 տարի անցել, բայց քաղաքի կենտրոնով շրջում ես, կարծես ոչինչ չի եղել։ Դա է մեծագույն ողբերգությունը։ Ողբերգություն է այն, երբ դու ունես ինֆանտիլ նախարարներ, որոնք այդ ամբողջը դնում արդարացնում են։ Դու ունես զառամյալ ծերունիներ, որոնք լկտիաբար կանգնում աչքերիդ մեջ նայելով լրագրող։ Ես լրագրող գործընկերներին կոչ եմ անում ընդհանրապես նրանց չձայնագրել։ Ընդհանրապես նյուզ չբերել, նյուզ չդարձնել, իրենց չդարձնել իրադարձություն, չկոմենտել, իրենք ոչինչ են, իրենք պատմության աղբարկին արդեն նույնիսկ աղբարկը նրանց չի ընդունի։ Այնքան գարշահոտ է գալիս իրենց վրայից։ Բոյկոտեք։ Ով հայրենիքի, պետության, ազգային անվտանգության սպառնացող հայտարարություն է տարածում։ Բոյկոտեք, մի լուսաբանեք։ Կար չէ, վերջերս մի հայրենակցուհի ունեինք, որը ազգային ժողովի նախագահի վրա գինի շփեց պարզապես։ Աղջիկ հալով։ Հայերեն լավ չիմանալով։ Գինի շփեց իր վրա։ Ինչու՞։ Դա վարժանապատվություն ունի, որովհետև հասկանում եմ մենք ուր ենք գնում։ Մենք այս օրերը անցնել ենք, հաղթահարել ենք։ Ոչ ոք չկոտրվի, ուժերը համախմբելու առաջին պայմանը կորուստների շղթան ստոպ տալն է, ընդհատելն է։ Այդ շղթան մենք պիտի ընդհատենք, մի հատ շունչ քաշենք, հասկանանք, նոկաուտի ենք ենթարկվել։ Ընդ որում մեզ սարսափեցնող ոչ թե թշնամին է, այլ ներսում անտարբերությունը, որի կնքահայրը գործող անհայրենիք իշխանությունն է։ Մենք ոտքի ենք կանգնելու, ստապվելու ենք, շունչ ենք քաշելու, եւ ես ձեզ հավատացնում եմ, մենք շատ գործ ունենք անելու։
Մենք 0-ից ուրիշ պետություն ենք սարքելու, ուրիշ որակի պետություն ենք սարքելու մեր երեխաների համար։ Ես դες դա հավատացնում եմ։ Շնորհակալ եմ ձեզ հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ եմ շնորհակալ։ 168 TV-ի եթերում ռիվյուներ, հետևեք մեր հետագա թողարկումներին։